Ես ուզում եմ հստակ մեր հեռուստադիտողը հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը որդեգրել է մի քաղաքականություն, որի նպատակը Հայաստան-ռուսական ուղեծրից դուրս բերելն է։ Ես խորհուրդ կտամ, որպեսզի ինդիկատոր կա, էլի, որով որոշվում է դու Ռուսաստանի նկատմամբ դաշնակցային վերաբերմունք ունես, թե փորձում ես նպաստել տարածաշրջանից դրա դուրս մղմանը։ Դա վերաբերմունքն է ռուսական միջնորդական հարթակի նկատմամբ, դա վերաբերմունքն է նոյեմբերի 9-ի փաստաթղթի նկատմամբ, հա։ Եթե մենք այս ինդիկատորի պրիզմայով ենք նայում, տեսնում ենք ճիշտ հակառակը։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ հետևողականորեն արել է, հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորման գործընթացը դրանց ռուսական հարթակներից դուրս բերելու, դրանք արևմուտք տեղափոխելու ուղղությամբ, ինչի հետևանքով իդեպ մենք կորցրեցինք Արցախը, այսքան անվտանգային ռիսկեր առաջացան Հայաստանի համար։ Հիմա լոկալ հարցին կամ ձեր, որը շատ սկզբունքային ու էլի շատ կարևոր հարց է, երկաթուղիների հարցը։ Ինչի կոնտեքստում Նիկոլ Փաշինյանը արտասանեց այդ հայտարարությունը։ Շատ պարզ։ Նա պիտի բացատրություն փորձի գտնել, ինչի է թրիփը Նախիջևան մտնելուց հետո դեպի Թուրքիա իր ընթացքը ոչ թե Հայաստանի տարածքով շարունակում, այլ միանգամից Նախիջևանից մտնում է Թուրքիա, չէ՞, որովհետև թրիփը այսօրվա իր պարամետրերով Հայաստանի ապաշրջափակման մասին չի։ Եթե Նախիջևանից միանգամից Թուրքիա գնալու այդ շարունակությունը, ինչ այսօր նախատեսված է։ Հիմա պետքա Փաշինյանը մեղավոր փնտրի։ Դա փորձում է իր անարդյունավետ բանակցության պատասխանատվությունը էլի ռուսների գրպանը դնել։ Մոտ հորինված մի փաստարկով, որ այդ թրիփը Նախիջևանից դեպի Հայաստանի տարածք չի շարունակվում այն պատճառով, որ հայկական երկաթուղին գտնվում է ռուսական հավատարմագրային կառավարման կամ կոնցեսիոն կառավարման ներքո։